Գամ երկրորդը իմ խոսքին։ Մենք հյուրեր ենք ունենում դրսից, ժողովուրդ ջան, հյուրեր ենք ունենում դրսից։ Եվ մարդը ասում է, ես 5 եկեղեցիներ եմ հանել արդեն Գերմանիայում։ Իսկ մեր մոտ եկեղեցիներ կարան դուրս գան, որովհետև շատերը գալիս են ստեղ։ Մենք կարանք սկսենք ծառայել այնտեղ իրանց։ Եվ իրանք, երբ որ գալիս են ստեղ, ես խնդրում եմ, աղաչում եմ, ժողովուրդ հայտարարում եմ, հյուր ով կարա ընդունի, նեմա, ոչ մեկ չի խոսում։ Ես ուզում եմ, որ Տերը ինձ տուն տա, Չէ, մի ասեք դուք ամեն, դուք ունեք տուն, դուք պետք է շինեք ձեր տունը։ Ուզում եմ մի բան էլ ասեմ, հյուրերին ծառայելը իր մեջ օգտակարություն էլ ունի։ Ես դա մասի մի քիչ հետո կգամ։ Արտուշ ծառայի հյուրերին, Արտուշը կանի, Գոհարը կընդունի, Արտուշը կընդունի, բա դուք ինչ պետք է անեք։ Բայց երբ որ հյուրերը գալիս են, շնորհակալություն ասում, որ մենք ընդունում ենք իրանց, շնորհակալություն, երբ որ իրանք են փոխադարձ օրհնում։ Օրհնեցին Արտուշին, ֆինանսական օրհնություն արին նեմեցները, փառք Տիրը, չէ։ Կասերերնակ ես եղնեի։ Ուրեմն պետքա դու ես ծառայես։ Որովհետև դրա մեջ օրհնություն կա։ Եվ շատ անգամ այդ հյուրերը մեզ հակառակ օրհնել են իրականում։ Ես ուխտ էի գրվել մի տարի $100 ու վերջի օրն էր այդ օրնել։ Հյուրերը եկան, հյուրերին տանում ենք, վերջի օրն է։ Երբ որ հյուրերին տանք այրոպորտ, հյուրերից մեկը մտավ լվացվեց, դուրս եկավ, ձեռքը տարավ ծոցաջեբ, հանեց ինձ $100 օրհնեց։ Երևանից ուղիղ Հաշվապահի տուն։ Ուխտս կատարեցի։ Դուք ծառայում եք, մտածում եք ոչ մի բանա ծառայությունը։ Դուք կարաք, դուք գիտեք էլ որ կարաք, ուղղակի ձեն չեք անում։ Աստծո խոսքով պետք է ուրեմն խոսանք որոշ բաներ։ Սկսենք Հռոմեացի 12 գլխից։ Դուք օրհնվես, հաստատ դուք օրհնվես։ Գիտեք, ժորը իմ տանը 7 օր մնացել է, 7 օր։ Հետո գնաց, հետո եկավ 7 օր է մնաց մեր տանը։ 14 օր իմ ընտանիքին ծառայել է։ Իմ երեխեքին ծառայել է։ 14 օր ինձ վրա մարգարեացել է ամեն օր։ Եթե ինքը սուտի մարգարեություններ անող լներ, հով միշան չեր ասի մարգարա, քու տանը ընդունի։ Չասեց տար ուրիշի տուն, հյուրանոց, քու տանը։ Մենք չենք թողել մեր երեխեքը գան մեր տուն, որովհետև մի հոգի հյուր կարամ ընդունեմ։ Ուղարկել ենք ընդ տատի տուն, ուղարկել ենք այն մի տատի տուն։ Ճիշտ եմ ասում մեր երեխեք, սուտ եմ ասում, դու գնացել եք իրանց տները, բայց ինձ ծառայել այդ տղեն, ինձ ամեն օր մարգարեցել, լրիվ, այսև ոնց են ասում այդ խոսքը, ռևիզիա արել, լրիվ ռևիզիա արել։ Եվ մենք շատ ուժեղ օրեր ունեցանք, ճիշտ է։ Շատերդ օրհնվեցիք, շատերդ սկսեցիք հանդիմանվել, շատերդ իրան սկսեցիք չսիրել, ոչնետ էլ հարցնում եք, Ժորան ինչ ասում, այս որ հիվանդացար, ինչ կա էլի մարգարեից։ Եվ Ժորան էլ նույն օրը զանգում է մի ամիս հետո, երբ որ շատ են ասում, Ժորայից ինչ կա, ես հասկանում ինչ են ասում։ Ժորան ասում է, քո ժողովրդին ասա, որ դուք պետք է իրան ծառայեք, ձեր հովին։ Ես իրան բան չեմ ասել, գիտես, ես իրան բան չեմ ասել։ Ինքը ամեն ինչ գիտի և գիտի երբ զանգի։ Ես իրան չեմ կար ասեմ ինձ համար մարգարեացի, որովհետև դա զակաշ չի։ Մի անգամ էլ ասում է, Տեր, լավ, եկեք առաջ անցնենք, Հռոմեացիների 12 գլխի 13 խոսքում ասում է սուրբերի պետքերին հաղորդակից եղեք, դուք կարդացել եք այս տեղը։ Ինչ եք հասկացել։ Հյուրասիրության ետևից եղեք։ Հրահանգներ է տալիս Պողոս առաքյալը։ Սուրբերը կարիք ունեն,
ըստ ձեզ սուրբերը կարիք ունեն։ Ծառայողները կարիք ունեն։ Բոլոր ծառայողները կարիք ունեն։ Որովհետև բոլոր ծառայողները ծառայում են Աստծուն։ Եվ իրանք թողել են ամեն ինչ, ծառայում են Տիրոջը։ Ուրեմն իրանք կարիքներ ունեն, ճիշտ է։ Պետքեր ունեն։ Չէ, եթե դու մտածում ես, որ ինքը ծառայող է, որովհետև ինքը կոստյում է հագնում, ուրեմն ինքը հարուստ է, դու սխալվում ես։ Օրալ Ռոբերտսը, որի հագին փիրուզագույն կոստյում կար, եթե դուք տեսել եք իրան վիդեոներով, Ռոդ Փարսլին է նվիրել։ Եթե դուք տեսել եք կոստյում, որ կա Լեստեր Սամրալի հագին, Ռոդ Փարսլին է օրհնել։ Եթե դուք տեսնում եք Բենի Հինի հագը վերջի սպիտակ կոստյումը, ով Քրիստն է օրհնել։ Չկարծեք, որ իրանք միլիոններ, միլիարդներ ունեն։ Սուրբերի պետքերին կարիք են հաղորդ ենք լինում։ Ով Միշան ասում է, մենք գնացինք Բլագավեշենսկ, արդեն քանի օր էր նստած ենք ու սոված վիճակ էր, կամ Եգաբել Սմեր այդ պատմությունը, չեմ հիշում լավ, եւ մի քույրիկ նստած լյուբիտ, ռամաշկա պոկում, հովիվին տանել էս բանը, օրհնել էս բանը, թե չօրհնել, թե չտանել, իսկ իրանք ընդ մի շաբաթ նստած սոված են։ Եվ ուտելու ոչ բան չունեն, ունեն մի քիչ մուրաբա, այդ էլ կեսը բացել են, կերել են, բաց են թողել մրջունները մեջն են թափել եւ գիշերը սոված վերակեմ, ուտում ու այնտեղ բավական պրոտեիններ է։ Եվ հաջորդ օրը նոր մի հատ քույրիկ պերաշկի է բերեմ ու ասում եմ դե մտածեցի դե այ քույրիկ ջան դեսը տուր։ Գիտեք սուրբերի պետքերին հաղորդ լինելու դեպքում շատ սուրբեր դատապարտվում են կամ դատվում են, երբ որ տեսնում են դրսում, որ այդ մարդիկ ինչ որ ձև գործում կամ ապրում են կամ շնչում են, ասում են սաղ փողերը իրանց տակն են տարել։ Իրոք որ հարցացակում այդ փողերը իրանց տակն են տարել։ Այս որ հավաքում եք ձեր հովիվին չեք տալիս, լավ հաշվապայն արցեք դուք ինձ եք տալիս։ Մենք պլան ունենք, չէ, ծրագիր ունենք, որ ինձ պետք է անենք, բայց աննախադեպ հյուրեր ունեցանք։ Աննախադեպ հյուրեր ունեցանք։ Մեզ վրա այս հյուրասիրությունը 100,000-ից ավել փող նստեց մեզ վրա։ Այս հյուրը, մի հյուրը։ Եվ մի հյուրից դեռ այսև ուշքի չեկած հով Միշան ասում եմ, մի հատ էլ մարդ կա, մի շաբաթ հետո իրան կզանգես, պայմանավորվի, որ մի օրի ինքը գա։ Ժողովուրդ հասկանում եք, մենք չենք կամ պլաններ անենք, այնտեղ գործեր կա անելու, ուխտեր կա, որ դուք կաթալով եք տալիս, ճիշտ է, սաղս կաթալով ենք տալիս։ Բերում ենք 10,000, 20,000, մեր ընտանիքը 700,000 ավել գրվել է։ Եվ մենք ենք մեր ուխտերը անում։ Իսկ ինձանից ինչ դուք տեսնում եք ուզեք, ես կտամ մեծ սիրով ձեզ, կօրհնեմ ձեզ, ինչ որ ձեր մտքից անցնի, ասեք, որ այդ բանը դուք ուզում եք, որ ձեզ տամ, ինձանից, սկսած իմ կոստյումից, կոշիկները, ժամացուց, ինչ ուզում եք կտամ, սա ինձ օրհնել են, իմ ծնունդին են օրհնել, ինձ ծնունդին ասեմ այս ժամացուцները չտակ էլ, մի օրհնեք ինձ այդ ժամացուцները, ամեն սենակում չեմ կպցնել ու ժամացուց։ Նեղանում եք, չէ՞ որ դուք մեկին օրհնում եք, խի պետք է օրհնել, բայց Տիրոջ խոսքն է ասում, Աստծո խոսքն է ասում, ասում են կարիքներին հաղորդ եք, ես ունեմ կարիք, չունեմ, ոչ մեկ չգիտի, մտածենք, ինքը ոչ մի կարիք չունի։ Հարցնում էլ են այստեղ, ասենք, կոֆե չես խմում, չէ՞։ Չէ, իհարկե այդ խոսքից հետո էլ չեմ խմում, արդեն թարգեցի։ Հյուրասիրություն բառը Աստվածաշնչում հուներենում մի հատ բառ ասում, ֆիլոքսենիա կոչվում, որը նշանակում է Աստծո հանդեպ հարգանք։ Ուրեմն Առակաց 14-րդ գլխում սա հարգանք բառն է, հյուրասիրություն բառը։ Հարգանք բառն է 14-րդ գլուխ Առակաց 31 խոսքը Աղքատին զրկանք անողը նրա ստեղծիչին անարգում է, բայց տնանքին ողորմություն անողը նրան պատվում է, այսինքն
Սա պատիվ բառն է, հյուրասիրությունը։ Պատիվ է անում Տիրոջը։ Հյուրին ընդունեցիր, դու Տիրոջն ես պատվեմ։ Մենք հյուրերին բանով ենք ընտրում, կարգով ենք ընտրում, սորթով ենք ընտրում։ Մենք լավ ու վատով ենք ընդունում։ Այս մեկը շաշմաշա, սան չընդունենք։ Այս մեկը ղրդոբրդո, այս մեկին է չընդունենք, այս մեկը դուրս չի, սիմպատիա չունեմ իրա հետ, չէ տեսավ դուրս չեկավ։ Իսկ դու գիտեք, որ նման մարդիկ ինչքան օրհնություն կան բեն ձեզ։ Նման մարդիկ ձեզ մեծ օրհնություն կբեն։ Գիտեք, Դավիթը, երբ որ նստեց մտածեց, թե ով կա Սավուղի տնից մնացած, որ ես կարամ իրան պատվեմ, գտան Մեմփիբոստեին ծուռը մուրը ոտներով։ Եվ բերեցին նրան եւ նստացրին թագավորի սեղան։ Եվ թագավորն ասեց, որ ինքը իմ սեղանից ուտի իր կյանքի բոլոր օրերը։ Լսում եք ժողովուրդ։ Եկեք պատվենք Տիրոջը, որովհետև սա կարևոր է։ Մենք նայում ենք դեմքին, բայց չգիտենք այդ մարդիկ ինչ օրհնություններ են։ Այդ մարդիկ գանձեր են, այդ մարդիկ հարստություն են։ Այդ մարդիկ իրանք շատ ժամանակ քո ծառայությունը հաստատում են անգամ։ Գիտեք, Սաղմոս 23-ում գրված է, որ իր անունի արդարության համար քեզ տանում է, իր անունի համար քեզ տանում է արդարության ճանապարհներով եւ դրանք ինձ համար Կիրովի քույրերն են եղել, հենց սկզբում։ Գիտեք, երբ որ սկզբում ես սկսեցի Կիրովում ծառայել, Կիրովի քույրերը ինձ տալիս էին մի քանի գլուխ սխտոր, օրինակ։ Մի քանի գլուխ սխտոր։ Հետո տալիս էին ինչ որ ձու, կուկուրուզ, սիմինտ, ծխելի է։ Հետո դդում էին տալիս, ես չգիտեմ դդումը ինչ պետք է անենք, բայց մենք երբեք չաշենք էփե դդումով, որովհետև չենք սիրում, բայց համենայն դեպս մարդիկ օրհնում են կարտոֆիլ, դուք հենց գիտեք ես այդքան համարձակություն ունեմ այս բաներ խոսամ, ես չունեմ այդքան համարձակություն, ես սիրտ եմ առնում, երբ որ լսում եմ Լեսթեր Սամրալին, երբ որ տասանորդը հավաքում, բերեք ձեր հավերը, խոզերը, էսերը, էները, ես դրան տեսնում եմ փողի ձևով, որովհետև տարան բազար, վաճառեցին եւ գումարը բերեցին։ Եվ իրանք սկսեցին ծառայությունը իրանց։ Տասանորդ են վերցում, ինչ վատ բան կա դրա մեջ, ինչ նեղանալու, ինչ չհասկանալու, ինչ չբացված, ինչ անհասկանալի թեմա կա սրա ուղղությամբ, որ մարդը չի հասկանում։ Ես ձեզ հոգևոր բան եմ տալիս, հայտնություններ, իսկ դուք չեք ուզում ֆիզիկական, նյութական օրհնություններ ծառայողներին անեք։ Սա նորմալ է ժողովուրդ, այս բանը, այս կրոնական աշխարհը, խի ասեցի բանը, որովհետև այս կրոնական աշխարհը խնդիր ունի մամոնայի հետ, որովհետև երբ որ մամոնային ես կպնում, իրանք բոլորը ծխվում են, եւ նրանց բոլորի սպոնսորները դրսից են։ Իսկ Աստված տեղում ուզում է իր եկեղեցին օրհնել։ Իր եկեղեցին է ուզում օրհնի։ Ես տեսել եմ այդ բանը, ես անում եմ այդ բանը, ես շարունակում եմ այդ բանը։ Եվ պլյուս մոտենում է մեր հովվի ծնունդը։ Բնականաբար չենք ասում, հով ջան, ասա խոսքից քեզ մի հատ նվեր եմ ուզում կարդամ, Տերը քո կյանքի տարիները օրհնի եւ լցնի, եւ գնա կշտացի, եւ եղի օրհնված, եւ քո ֆինանսական կայքները թող լրանա։ Աստծո մարդկանց պետք է պատվել իբր Աստծուն, եւ մենք բավական մեծ զոհ ենք ուղարկելու մոտորերս, հունիսի 3-ին ով Միշայի ծնունդն է, բա Հուլիսի, կնեք, հունիս ասեցի, հուլիսի 3-ին։ Շարունակենք այս ուղղությամբ էլի մի քիչ խոսանք։ Երբ որ իրանք սկսեցին ինձ օրհնել, մի քանի սխտոր էր, մենք սկսեցինք ցանել։ Մի տարի, 2 տարի, 3 տարի հետո ես մի մեշոկ 50 կիլո սխտոր հավաքեցի, մի 2 սխտորից։ Դուք չեք հավատում բարգավաճման օրենքին եւ դատում եք բարգավաճում, բայց դա դրված է երկրի հիմքն։ Հողի մեջ, սերմի մեջ, պտուղի մեջ, բերքի մեջ։ Հասկանում եք, դա արդեն օրհնություն է։ Եվ հետո սկսեցինք մարդկանց օրհնել այդ սխտորից։ Իսկ որոշ անշնորհքները սենց են անում։ Չէ, մենք սխտոր չենք ուտում։ Երբ որ քեզ օրհնում են վերցրա, կապ չունի ուտում ես թե չես ուտում, միգուցե դու պետք է փոխանցես։ Շարունակենք մի քիչ։
թե նեղանում եք։ Երբ որ իրանք սկսեցին օրհնություններ անել, ես ժամանակ ունեցա ավելի շատ առանձնանալու, ավելի շատ կարդալու, ավելի շատ աղոթելու, ավելի շատ Տիրոջ փնտրելու։ Եվ ես սկսեցի հավատարիմ մնալ այդ սկզբունքին, ծառայել այդ մարդկանց անարատ ծառայեմ այդ մարդկանց։ Ինչը որ անում եմ առեսօր, աշխատում եմ մաքսիմում ծառայեմ անարատ, մաքուր ծառայեմ։ Խոսքը քարոզեմ ավելի մաքուր, ինչպես որ ես եմ հասկանում, կամ ունեմ հայտնություն, կամ ունեմ դաստիարակություն, կամ կրթություն է ձև։ Եվ բավականին դա թանկ է։ Իմ բլագավեշենց գնալու առաջին մեծ գումարը ներդրումը իմ հերն արե։ Մեծ զոհը իմ հայրն արե։ 1000-ից ավել դոլար մենակ ինքն է օգնել ինձ։ Զոհը խոսած իրա դեմ մի օր։ Դա պատահական չէր։ Եթե դուք մեքենա չունեք, ուզում եք մեքենա ունենալ, եթե դուք տուն չունեք, ուզում եք տուն ունենալ, երկու հատ խորհուրդ տամ, երկու ուղղությամբ։ Երբեք մի ասեք, Տեր, ինձ մեքենա տու, որ քեզ ծառայեմ, դուք չպետք է ծառայեք այդ մեքենայով։ Երբեք մի ասեք, Տեր, ինձ տուն տուր, որ ես ծառայեմ իմ տնով քեզ, երբեք դու չպետք է ծառայես քո տնով Տիրոջը, երբ որ դու այդ ձև բան ես ասում։ Դու պետք է ստուգվես, փորձվես։ Ճիշտ եմ ասում, թե չէ, դա ճիշտ է, թե չէ։ Գիտեք, Աբրահամը մաստեր կլաս արեց, երբ որ 3 հոգու տեսավ գալիս են իրան, օրվա արև ժամանակին, դա գրված է Ծննդոց 18-րդ գլխի 1-ից 9-րդ խոսքում, և Աբրահամը աչքերը բարձրացրեց և ահա 3 մարդ էին գալիս։ Նրանցից մեկը տերն էր, երկուսը հրեշտակներ էին, և Աստծո խոսքը մեզ հետաքրքիր բան ասում է, որոշներ չիմանալով հրեշտակներ ընդունեցին հրեշտակներ իրանց տունը։ Եվ գրված է, որ Աբրահամը ամենալավ հյուրասիրությունը կազմակերպեց, և եթե դուք գիտեք, որ սմետանի մեջ եփած միսը դա ղաուրմա է։ Լավ հյուրասիրություն է։ Ես օրինակ անիծոր սմետանի ժարիտ եմ կերել, կարտոշկի ժարիտ եմ կերել, սմետանով։ Առաջի անգամ եմ կերել ու մի անգամ եմ կերել կարծես։ Դա թանկ հյուրասիրություն է, կներեք։ Թանկ հյուրասիրություն չի սմետանով։ Քանից եք կերել սմետանով ժարիտ։ Ստեղ։ Ձեր չեն բարձրացնում, մի երկու հոգի։ Սմետանի հետ գործ ունեցողներն ձեր բարձրացնում։ Դա թանկ հյուրասիրություն է, ժողովուրդ։ Աբրահամը ամենալավ հյուրասիրություն արեց եւ գիտեք ինչ արեց։ Վերիկուրները չկանգնեց ու կոնտրոլ արավ, մեկը շատ է ուտում, ոնց որ։ Կոնտրոլ անում իր ներկայությամբ, շնչի վրա նստել է։ Գիտեք, երբ որ ձեր տներն են գալիս հյուրերը կամ լավ, ենթադրենք ինձ եք կանչում, ոչինչ։ Շնչից վրա մի նստեք։ Հյուրասիրել եք, всё, пиши пропал։ Ամեն։ Լավ էր, չէ ճիշտ էր, թե լավ, դրել ավ կոնտրոլ անում։ Գիտեք կախարդմա, որ դու չուտես, որ դու կերածից բան չհասկանաս, որ հետո տուն գնաս, հետևիցդ գրի, բայց ոնց որ չլավ չհյուրասիրվիր, չէ ոնց որ դու լավ կոնտրոլ արեցիր։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք կոնտրոլ տակ ընկնեմ։ Եվ շատ ժամանակ ուզում ես, էսի նայես, ասես կապում եմ կոնտրոլի դևին։ Եվ Աբրահամը կանգնել էր, որ նրանք ուտեն, ժողովուրդ, հյուրասիրում էր, կերեք, գոյակի պես խեղդում էր, կերեք։ Եվ թող փորձ կենա ինչ ուտեն, ուտում են այդ մարդիկ։ Լավ է թե չէ։ Եվ Աբրահամը լսում է հաջորդ խոսքը Տիրոջից, գալ տարի, գալու եմ քեզ, հիշելու եմ քեզ։ Գալու եմ քեզ, հիշելու եմ քեզ։ Դուք անում եք դա, մտածում եք, թե դե այս մեզ վնաս են տալի, բայց դուք չգիտեք, որ միգուցե նրանցից մեկը հրեշտակ է։ Միգուցե նրանցից մեկը տերն էր, միգուցե նրանցից մեկը Աստծո մարդ էր։
Եվ երբ որ ես նայում եմ, ասում միգուցե երբեք հրեշտակ չգա իմ տուն, իմ շեմը չմտնի, բայց այս ձեր պատմություններ կա։ Մի ընտանիք ունենում է այսև լավ տնտեսություն, եւ միշտ եկեղեցու հյուրերի առաջ, եկեղեցու մարդկանց, քույրերի, եղբայրների, ծառայողների առաջ իր դուռը բաց է, հյուրասիրում են, կերակրում են, սեղան են գցում, սեղան են բացում ու Տերը առատություն է տալիս, իսկ մի օր արդեն հոգնում է ժողովուրդ, մարդիկ կան, որ հոգնում են, իրական հոգնում են։ Ինչքան կարաս է, այսքան հյուրասիրես, ու տրտնջում է, ասում է, այս գալիս են, այսքան հյուրասիրում ես, ու գիտեք, մի օր իրանց կալիտք են բացվում, մի բան գնում է իր հայաթից, իր տնից, այս ձև հեռանում է։ Ասում է տատս, այդ վկայող մարդը ասում է տատս, ասեց, որ կալիտքեն բացվեց, ինչ-որ բան գնաց։ Դադարին մարդիկ գալ, դադարեց օրհնություններ գալ, դադարեց։ Տիրոջ օրհնությունները կտրվեց։ Հետո սկսում է լացել, աղոթել, խնդրել, աղաչել, Տեր, ես ապաշխարում եմ, ես տրտնջացի, որովհետև հոգնել է, որովհետև ասում է Աստծո խոսքը, մի հոգնեք ձեր անձով, մի հոգնեք։ Ես ասում եմ նորից այդ բաները վերադարձավ, նորից։ Հեքիաթներ են պատմում, որոշն այդ համար։ Հեքիաթներ չեմ պատմում։ Տերը ասում է, եթե այդ փոքրից մեկին արեք, ինձ արեք։ Գիտեք, մանավանդ Պողոս առաքյալը ասում է, որ անընդհատ երբ որ հյուրեր են ընդունած լինում, այդ մարդկանց ուշադիր եղեք, այդ մարդկանց վրա ուշադրություն դարձրեք։ Ամեն։ Եկեք ես ամեն ինչ կարդամ, բայց Եբրայեցիների 13:2-ում ասում է հյուրասիրության համար։ Եբրայեցիներ 13:2 խոսք։ Հյուրասիրությունը մի մոռացեք, որովհետև ոմանք հրեշտակներ ընդունեցին առանց գիտենալու, ինչքան լավ է։ Իսկ միգուցե հրեշտակ է, միգուցե այդ մարդը հրեշտակ է, որ եկավ, դու չգիտես, Աստված հրեշտակներ է ուղարկում, դու իրանց այդ առնչվում ես, շփվում ես, չես իմանում։ Հրեշտակները դիտում են մեր վարմունքը։ Հյուրերի նկատմամբ հարց են տալիս, արդյոք մյուս անգամ կարելի է գալ ստեղ։ Ախր մենք օրհնություն ենք բերում։ Գիտեք, հրեշտակները եկան Սոդոմ Գոմոր եւ գրված է Ղովտը իր տուն ընդունեց չիմանալով, որ այդ ովքեր են։ Երկու տղամարդ էին, դրանք Աբրահամի մոտից էին գնացել, Աբրահամի տանն էին հացկերը եւ գնացին նույն պատիվը տեսան Ղովտի տանը։ Նույն հարգանքը տեսան Ղովտի մոտ։ Գնեք Ղովտը որտեղից էր սովորել այդ հյուրասիրությունը, այդ ընդունելությունը։ Ամեն, Աբրահամից էր սովորել։ Աբրահամի դաստիարակություններ տեսել։ Աբրահամի վարքը, վարմունքներ տեսել, որովհետև Աբրահամը Աստծո մարդ էր։ Աբրահամը ապրում էր այդ հայտնություններով։ Եվ Ղովտը, երբ որ ընդունեց հրեշտակներին, վերջի աշվարկում հրեշտակները ասեցին, փախի, որ փրկվես, փախի լեռը, որ փրկվես, որովհետև պետք է ավերենք այս Սոդոմ Գոմորը, իր հարակից 10 քաղաքները, և Ղովտը փրկվեց։ Եկեք մենք չտրտնջանք, եկեք մենք չփնփնթանք, եկեք մենք չփնովենք, մենք վատ բաներ չասենք, որովհետև մենք միգուցե հայտնվենք նույն կարգավիճակում, որ մենք չենք հյուրասիրել, ու մեզ էլ չեն հյուրասիրել, մենք վիրավորվում ենք, բայց ահա քո առաջ դռներ կբացվի եւ քեզ կհյուրասիրեն, քեզ կընդունեն, երբ որ դու իրիկունը մի տեղ հասնես, ու տեղ չլինի մնալու, բայց հենց քեզ համար տեղ կլինի։ Երբ որ դուք բացել ես քո տունը, երբ որ բացել ես քո սեղանը, հյուրասիրել ես, քեզ համար կբացվի տներ եւ սեղաններ։ Եվ դու գետնին չես մնա, դրսում չես մնա, չոլում չես մնա, հա։ Աստված քեզ համար հոգ կտանի։ Տերը քեզ համար հոգ կտանի։ Ամեն։ Եվ վերջի տեղը, որ կկարդամ այս խոսքից, դա 4-րդ թագավորացն է։
Ես կխնդրեմ, որ դուք կարդաք տունը այլ թարգմանություններ, որ տեսնեք այս խոսքի գեղեցկությունը եւ ուժը։ 4 թագավորատ, 4 գլուխ 8-րդ խոսք 8-րդ խոսք դեռ կոկորդս լավանալու ընթացքում է դանդաղ է լավան, բայց ընթացքում է մի օր երբ Եղիսեն Սունամեից կանցներ այնտեղ մի երևելի կին կար, ասեք երևելի կին, ասա ես երևելի կին եմ, եթե դու կին ես Եթե դու տղամարդ ես, ասա ես երևելի մարդ եմ, տղամարդ եմ հարուստ մարդ եմ, հասկանում եք ինչ է երևելին, հարուստ, պատվավոր, հասկանում եք, ունևոր, ասա ես երևելի մարդ եմ և քո երևելության պատճառով դու չպետք է քեզ երևակա ես, դու պետք է լինես այդ ձև, արժանապատիվ Եվ այնտեղ ասում է, այդ մի կին կար երևելի, որ ստիպեց, որ հաց ուտի, նրան հետո, երբ անցնում էր հաց ուտելու համար այնտեղ էր իշնում, ոնց որ գալիս էր իրանց այդ փոքր լարյոկի մոտով էր անցնում, այդ հաց ուտելու տեղով էր անցնում, Զավիդենիա, տենց ասել, Դեղ միգուցե քյաբաբ են անում, միգուցե գրիլ են անում, միշտ ընդեղ կանգնում են և ոնց որ եղբայրներ կային Բլագավեշենսկ, ժամանակ առ ժամանակ ես ձև մի հատ ժամանակ կար, որ ամեն անգամ այդ ժամանակ անցնում էր, ինձ զանգում ասում էին կգնաք ես ինչ տեղը, կասեք, որ ես ինչ ասում է, որ մեզ երկու հատ գրիլ փաթաթի, իր ամեն ինչով։ Հասկանում եք։ Դա ուժեղ բան է։ Եվ այս կինը միշտ ասում է հաց էր ուտացնում Եղիսեին եւ Եղիսեն միշտ տեղ էր գալի հաց ուտելու։ Այն կինը իր ամուսնուն ասեց, ահա գիտենք թե այս մարդը սուրբ է, որ միշտ մեր մոտով անցնում։ Ռուսերեն մի թարգմանություն կա, որ ասում է ինքը անընդհատ սուրբ է։ Լսեցիք։ Անցած տարի եկավ այս մարդը, Աստծո մարդ էր։ Նախանցած տարի եկավ Աստծո մարդ էր, այս տարի եկավ էլի Աստծո մարդ է ինքը։ Ինքը էլի հոգևոր մարդ է։ Պաստայանն, անընդհատ սուրբ է ինքը։ Սա լավ թարգմանություն է։ Ես 10 թարգմանություն եմ կարդացել, մենակ սա է դիպուկ ասում։ Ինքը անընդհատ սուրբ է, հասկանում եք, ով է հասկանում։ Մենք մի օր սուրբ ենք, մի օր սուրբ չենք, չալպտուրիկ բան ենք։ Մենք մի օր լավն ենք, մի օր վատն ենք։ Ասում է, մի օր էլ ասեց, արի մի հատ սենյակ շինենք իր համար։ Էզև բան անում են Աստծո մարդիկ, երբ որ մի տեղ են շինում այդ ձև մարդկանց համար, որ անընդհատ գան ու անընդհատ սուրբ լինեն ու անընդհատ մնան։ Եվ մի օր Եղիսեն տեսնում է, որ այդ տանը մնալով արդեն, իրա ծառայի հետ է մնում։ Այդ տանը մնալով հասկանում է, որ այս տանը երեխա չկա, երեխու ձեն, մեն չկա։ Հարցնում է, ինչ կուզեք, որ ձեզ համարում, տեսնում եմ, որ երեխա չունեք, հետո ուղղություն է տալիս։ Ասում է, բերեք, մի հատ երեխա ունեցեք, էլի Սամվել ջան, Ժաննա ջան։ Ժաննա ասում է, հով ջան, ես աշխատում եմ, ես արդեն ծեր եմ, ես արդեն հիվանդ եմ, ես արդեն իմ տարիքը չի։ Սամվելն էլ աղջիկա ուզում գրետ անել, ասում է, չէ, ձեզանի աղջիկ չի լինեմ, դուք հատ տղա եք բերեմ, դադարացրեք։ Բայց ամենայն դեպս Եղիսեն իրանց օրհնում է։ Եվ ասում է, գալ տարի նրանք երեխա ունեցան։ Նրանց հյուրասիրությունը երեխա բերեց, հասկանում եք։ Արագիլը չբերեց։ Աստված բերեց։ Աստված օրհնեց, որովհետև սա անընդհատ սուրբ էր եւ տեղ պատրաստեց Աստծո մարդկանց համար։ Տեղ բացեք, ժողովուրդ։ Երբ որ տեղաշոր եք բացում, ձեզ մի հատ խորհուրդ տամ, խնդրում եմ,
Ինձ ճիշտ հասկացեք, չնեղանաք։ Այն որ 7 տարի դեռ այդ տեղաշորը թեզ դրած է թոզի ու կեղտի մեջ, հանեք նախորոք մաքրեք, թափ տվեք, լվացեք այդ ծրարները, պրոստինները, բարձրես ինչ բաներ ա, որ դու ասում ես, վիրավորում ես, դրա համար ես տենց խոսում։ Վիրավորում ես, որ դու փնթի ես, դրա համար տենց ես խոսում։ Մաքրեք, լվացեք, որ իրանք երբ որ պարկեն, միայն զգան պերսիլի հոտը։ Կամ տայդի հոտը, կամ չգիտեմ, արիելի հոտը, չգիտեմ, էլ ինչի հոտեր կա։ Բուրմունք զգան եւ երբ որ շնչեն ձեզ օրհնեն։ Իմ չափ բարձ մի դրեք իրանց գլխի տակը, որովհետև նստած են քնում շատերը, հայկական բմբուլով բարձ, ոնց որ մի հատ պանելը լի դրված, կամ խոնավ, ջուր, սաղ գիշեր լողացել ես իրանց բասեյնը, կառավատ անունով։ Իրանց համար երբ որ սենյակ էր պատրաստում, ամեն ինչ օդափոխում էր, մաքրում էր, հիգիենիկացնում էր, լվանում էր, ունիտազը մաքուր էր, պլպլում էր, կարար դու քեզ տենայր իրա մեջ։ Խին վաղտ ունիտազը եղե, իսկ խմի կա, ուրեմ պետք ավելի մաքուր լինի։ Քու ունիտազի վրա սկի ճանտ չի ուզում կանգնին կամ կեղտոտա։ Երկու հատ ձեռնոց եք առնում ռեզինի այսքան, լրիվ այդ պարագաները չոքում եք ունիտազի առաջ ու մաքրում եք, համ ձեր հպարտությունը եսն ա կոտրվում, համ հյուրերն են օրհնվում, համ քեզ Աստված օրհնում։ Ճիշտ արեք ամեն ինչ։ 3 հոգի եկել են, 3 հատ աման ես դեր, 3-ը տարբեր, մեծ, փոքր ու մեկի գույնը թափած, պռունգներն կոտրված։ 3 հատ պատարակ աղես դրել, մեկը մեկի չի համապատասխանում։ Դանակ ես դրել, խորա, ոչ մի բան չի կտրեմ։ Այդ դանակներն էլ ճիշտ ընտրեք, առեք, ժորդ զոհ արեք, բացեք, ձեր դռները բացեք, Աստված ուզում է գա։ Աստված չի կարող օրհնի, որովհետև մենք չենք բացում։ Եվ վստահ եմ, որ շուտով իրանք են ինձ հրավիրելու։ Ես արդեն վախենում եմ, ասեմ ինչից եմ վախենում։ Իրանք ինձ գիտեք ինչ ասեցին, ասեցին 4 հոգի կարաս հետդ մարդ բերես։ Ասի մենակ կոֆե կխմենք, կամ մի բաժակ ջուր, ասավ չէ, դուք հենց նենց չեք գալիս տեղ, մենք շատ ուրիշ ձևով ենք պատրաստում, ես վախենում եմ, որ իրանք, ոնց է ասում, պերեպլյունուց կանեն մեզ, կգլխեն, դա է ճիշտը, որ հյուրասիրության մեջ մեկը մեկին գլխի, հասկանում եք ինչ եմ ասում, մի բաժակ ջուր ես ուզում, մեջը ինչ ասես կա, ինչքան կեղտ ասես կա, բանակը մեզ սովորացնում են վերցնել աղա լավ բան է, և մաքրել մեջը, հեղուկներ կա, մաքրեք, պլպլացրեք, Աստծո մարդը եթե զզվում է, ուրեմն Աստված էլ է զզվում, դրանով ամեն ինչ ասված է, ճիշտ եմ ասում, չէ ժողովուրդ ճիշտ եմ ասում, թե չէ։ Չգիտեմ, սա առաջի անգամ է, որ ես հյուրասիրության մասին եմ խոսում, այս 18 տարիների մեջ։ Ես պետք է վաղուց սրա մասին խոսայի, սովորացնեի։ Մենք սովորացնում ենք վարկ չվերցնեք, որովհետև դա փոս է։ Մարդիկ գնում փոսը, որովհետև չեն ուզում սովորեն։ Այն ոչխարի պես, հանեց իրան կանալից, էլ գնաց ընկավ կանալը։ Մի հյուրասիրության մասին եմ խոսում, որովհետև հյուրեր են գալի, ժողովուրդ, արդեն մարդ իր ահից ասում է, նախորոք, ժողովուրդ ով կընդունի, ոչ մեկ չի խոսում, սեմ մալչոք, գոյիկը ասում է, լավ, ոչինչ, ես կընդունեմ, սաղը սպասում են, գոհարիկը կանի, սաղыз նայում են քուհարիկին, գոհարիկն ապրած կենա, գոհարիկը կանի, էլի գոհարիկը կանի, էլի գոհարիկը կանի, էլի գոհարիկը կանի, էլի գոհարիկը կանի, գոհարիկը կանի, փառք Տիրոջի գոհարիկի համար, դա համար երբ որ Աստված ստեղ իրան օծում է, շատ է ծխվում եք, ոնց, Աստված ես ինչ օծում է իրան, դուք չեք նկատել, որ ինքը օծված է, ու շատ սաստիկ օծություն է իջնում, երբ որ ինքը խոսում է, ով է լսում, ով է հասկանում ինչի մասին, սա պրակտիկա է,
Որովհետև հայ ինքնանդունում, հայ ինքնազոհանում, հայ ինքնակերակրում ու միշտ լավը ժողովուրդ, ես վատ բան չեմ տեսել։ Ոչ մի անգամ։ Երբ որ հատուկ ինձ է հյուրասիրեմ, խու կասեք աղբորդ կնիկնա, ոչ կա մեր մեջ այդ բարեկամական հարցերը, երբ որ ինքը ինձ օրհնում է, հյուրասիրում է, ինքը օրհնում է ոչ թե տեքր, այլ Աստծո մարդ, որը շատ է չեք նկատում։ Հետո ասում եք, խիա քո ընտանիքը սաղներ գրաված, որ ծառայության մեջ։ Ես ձեզանից մեկին խնդրել եմ, որ ծառայեք։ Դուք եք եկել ծառայելու։ Դուք եք ուզեցել, դուք եք ներգրավվել։ Այն տան հարցն էլ է ծառայեմ, ես չեմ ընդգրկել, երեխեն էլ է ծառայեմ, որ իր փորի մեջ է։ Քո տանդ ամեն ինչը պետք է ծառայի Տիրոջը։ Քո տունդ պետք է ծառայի Տիրոջը։ Քո մեքենան պետք է ծառայի Տիրոջը։ Քո առողջությունը պետք է ծառայի Տիրոջը։ Քո խելքը պետք է ծառայի Աստծուն։ Քո գիտելիքները պետք է ծառային Աստծուն։ Մենք վախկոտ ենք դրամա էլ չենք բացում մեր դռները։ Իսկ Աստված կարա այդ հացը բազմացնի։ Երբ որ հյուրեր են եկել, մենք զոհ չենք ունեցել անելու։ Մենք զոհ չենք ունեցել անելու։ Աստված իմ սրտի մեջ, Լաուրի սրտի մեջ դրել է, որ մենք զոհ անենք մեր ոսկեղենը։ Մենք մեր լրիվ ոսկեղենը գրեթե զոհ ենք արել։ Դեռ կարող մի գրամ բան ամենը մերկու։ Էդ է շուտով զոհասեղանում կլինի էլի։ Դեսում եք եկեղեցի։ Երբ որ մենք զոհ արեցինք մեր ոսկեղենը, վերջի ոսկեղենը, կազմեց $300, դրանից առաջ ավելի թանկ զոհ ենք արել։ Երբ որ զոհ արեցինք, Ժորան չեր իմանում է ինչ ենք իրան զոհ արել։ Երբ որ վերցեց իր հոգու մեջ, ասեց, очень весомая жертва։ Չեր իմանում ինքը ինչա դա, որովհետև իրան տվել ինքը չեր իմանում։ Երբ որ ձեռքը դրեց ինձ վրա, աղոթեց, երկու բան մարգարեացավ ինձ վրա։ Դա սկսեց տեղի ունենալ ինձ հետ։ Դա սկսեց կատարվել, առ այսօր իմ հետ կատարվում այդ բաները։ Երբ որ դրանց առաջ հնդիկն էր ստեղ, հիշում եք հնդիկ մարգարեին։ Մի քիչ սենց քաոտիկ էր շարժվում ծառայում, բայց դիսատկա մարգարեացավ ինձ վրա։ Խորենի վրա, Սոնայի վրա, նրա վրա, շատերի վրա մարգարեացան ստեղ։ Ես չեմ մամում վրա ինչ, բայց ին վրա ուժեղ մարգարեություն, մենք ստեղ մեծ զոհ տարան ստեղից իրանք։ Հիշում եք։ Մեզ թալանեցին կարելի ասել, մեծ զոհ տարան։ Բայց իր մարգարեությունից հետո դա ինձ հետ կատարվում է։ Հիշում եք ստեղ ինձ կանչեց ինչ ասավ։ Ո՞վ է հիշում։ Ոչ մեկը չեք հիշում։ Ինձ ստեղ ուժեղ մարգարեություն արավ։ Դրանից հետո դա սկսվել է կատարվել ինձ հետ։ Անցել է մի տարի, սկսել է կատարվել, տեղի ունենալ։ Անընդհատ սուրբ հասա, անընդհատ սուրբ է։ Ինչ հարցնեմ, ով է հյուրը ընդունելու, որովհետև հեսա գալու են, էլի հյուրեր են գալու, ժողովուրդ, շինեք ձեր տները, բացեք ձեր տները, բացեք ձեր դռները, ձեր հյուրերին պատվով, որպես թե Տիրոջը կպատվեք, կհարգեք, ընդունեք, Տերը կօրհնի ձեզ, մի վախեցեք, հավատացեք Տերը կօրհնի ձեզ։ Տերը որոշների պուծովկա կօրհնի։ Տերը որոշների իրականում հանգիստ կօրհնի, ծով կօրհնի ձեզ, կգնաք ծով, կհանգստանաք, որ դուք կյանքում չեք եղել կամ ունեցել այդ բանը։ Այդ օրհնությունը կփոխարինվի այդ մի օրհնությամբ։ Ձեր տան կոշիկները կնորոգվի, չստերը կնորոգվի, չստիկները։ Ձեր սպիտակեղենը կնորոգվի, Աստված կօրհնի ձեզ, որ կտեսնի, որ դուք չունեք, բայց մաքուր է, միևնույն Աստված կսկսի ավելի լավը ու թանկ օրհնել ձեզ։ Ես գնացել եմ Երևան ծառայելու, մենք հյուրեր ենք ընդունել։ Մեր տունը հյուրեր ենք ընդունել։ Իմ տունը շատ է մնացել Տիգրանը, Հովիվ Խաչիկը։
Մենք ինչ ունեցել ենք, աշխատել ենք դա մաքուր լինի։ Դու կարաս չունենաս, բայց գոնե պետքա դա մաքուր լինի։ Երբ որ ես իրանց մոտ գնացի ծառայելու, մի կին մոտեցավ ինձ, փաստաբան կին, Հայաստանը համար առաջի փաստաբաններից մեկը։ Ինձ տեղաշորի բան օրհնեց, մի հատ չամադանով։ Մեզ օրհնեց։ Ու սկսվեց այդ ձևի օրհնություններ գալ։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Մի հատ բան էլ սովորացնեմ։ Կարակ ասեք, սա թույլ էր, կարելի էր սենց խոսալ, նենց խոսալ։ Չէ, պետք չի սենց տիեզերական մակարդակով, մարդկային մակարդակով։ Մենք բոլորս մարդկանացուներ ենք։ Մարդկանացի մակարդակում խոսամ։ Ոչ թե խոսամ աստվածային մակարդակում, դուք ասեք, դա միայն աստվածներին է բան, պալոշ։ Մարդկային բան եմ ասում, մարդկային լեզվով Աստծո խոսքում գրված, որովհետև նրա հետ հանդիպումը գերբնականը, հպվում է գերբնական այդ բնականին։ Դա բնական պլատֆորմա, դա բնական պլատֆորմա։ Չեմ ուզում լիքը կարտեր բացեմ, շատ բան գիտեմ, որ սկսեմ ասեմ, դեր ինձ ես ասում արդյոք։ Դա համար չեմ ասում քեզ։ Այս մարդու համար արի տանը մեջ ավելացնենք։ Լիդիան ասում է, Михаил, давай одну комнату сделаем для Мадабука։ Ես մտել եմ այդ սենյակ։ Մադաբուկոյ սենյակ, հով Միշաստանը։ Մադաբուկոն հով Միշաստանը սենյակ ունի։ Մեծ վաննավ, սենց վաննավ, չէ, սովետական, ոտն է, սենց պարկես ոտն է, տես ձև, ջակուզի, չաշկա, մեծ չաշկա, սենյակը, հատակը, պատերը, կարավաթը, թակավորական։ Մադաբուկն ասում, այս ուզում եմ քու տանը մնամ, Միշա, ինձ մի ուղարկի հյուրանոց։ Ու ես ռիսկ չայեցի ավել առաջ գամ, բացվեց դուրը նայեցի ու վսյո, վերջ։ Դուք ասեք բաղնիքն էր այդտեղ։ Այդ ձև սենյակներ կա ամիք, չգիտեք։ Թե դուք դեռ հին թախտի վրա եք պատկերացնում ամեն ինչը։ Որտեղ դուք քնում եք, որտեղ ձեր մեռելների դագաղներն եք դնում։ Հետո հյուրերին եք պարկասնում նրա վրա։